Հարգելի գործընկերներ, լրություն խնդրում ենք, սկսում ենք։ Խնդրեմ, պարոն Խաչատրյան։ Հարգելի գործընկերներ, իհարկե նախատեսում էինք, որ այսօրվա մեր բրիֆինգը ծեպազրույցը նվիրված կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից ճակերտավոր գաղտնազերծված ճակերտավոր փաթեթին, բայց ինչ տեղի ունեցավ 3, չի կարող առանց անդրադարձի մնալ։ Սա խայտառակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է, ընդ որում ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ է։ Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ Սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ, ինչ կուզեմ էդ էլ կանեմ, չեք ուզում, ինչ ուզում եք արեք։ Այդ մոտեցմամբ առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկեն, Էսան չի ստացվում, Արշակ Սրբազանը ամուր էր, պինդ է, վեհապարի թիկունքին է կանգնած, վեհապարը կանգնած է Արշակ Սրբազանի թիկունքին եւ բոլոր այն այս երկկողմանի աջակցությունը վերաբերվում է վեհապարին եւ եկեղեցականներին, բոլոր ովքեր հավատարիմ են մնացել իրենց ուխտին, եւ ահա ծնվում է մի խայտառակ, մի զավեշտալի մեղադրանք։ Ներողություն եմ խնդրում ես արտահայտությանս համար, բայց ջեբը պլանկցել դա այլ հաստատություններին հատուկ գործընթաց է, հատուկ ոճ է։ Լիակատար ամբողջական աջակցություն եմ հայտնում Արշակ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին եւ բոլոր խղճի բանտարկյալներին, ովքեր այսօր պայքարում են հանուն մեր երկրի ազատության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար Նիկոլ Փաշինյանի զնդաններում, փողոցներում, հրապարակներում։ Հիմա անցնենք այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեց։ Ձեր մոտ դեժավյու չկա։ Իմ մոտ օրինակ կա, հիշում եք, ասում էր, հայ հեսա կհասնեմ Երևան, նենց մի բան ցույց կտամ։ Ճտիկով գրիչն էր։ Հրայր Թովմասյանի ճտիկով գրիչը, որ այ Հրայր Թովմասյանը ինձ հենց բան ա տվել։ Այդպես մի ճտիկով գրիչ էր այն փաթեթը, որ ինքը հրապարակեց։ Փաթեթը կիսատ էր, էական թղթեր չկային, որոնք բանակցային գործընթացի ամբողջականությունը կապահովեին։ Մասնավորապես նորացված Մադեդյան սկզբունքի մասին որևէ բան չկա, մասնավորապես Մինսկի խորհրդաժողովի 9-յակի առաջարկների մասին որևէ բան չկա։ Եվ իհարկե մեծագույն զավեշտը վերաբերվում էր Քիվեստի փաստաթղթին։ Փոխարենը տպում են ինչ-որ մի հատ թղթի կտոր, բառակույտ, որը իբրև թե Նիկոլ Փաշինյանին փոխանցել էր Լեոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը 2008 թվականին։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ նախընտրական շտաբում էր։ Թվագրված 99 թվականով ու վերջ, օրիգինալ չկա, ընդհանրապես ինչ որ հավաքած մի հատ տեքստ։ Ես 2 օր առաջ Քիվեստի համաձայնագրից 3 չհանրայնացրեցի։ Քիվեստի համաձայնագիրը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում այն տարածքները, որոնք հայկական կողմի վերահսկողության ներքո էին, այսինքն Մարտակերտի արևելքից եւ Մարտունու արևելքի են փոքր շրջանները չհաշված, անցնում էին հայկական կողմի ինքնիշխանության, Ադրբեջանը որևէ պահանջ չէր ներկայացնում։ Լաչինի միջանցք ունենում էր նույն կարգավիճակը, ինչ Լեռնային Ղարաբաղը, այսինքն Հայաստանի մաս էր կազմում։ Ապա շրջափակվում էին բոլոր կապուղիները, բոլոր, այլ ոչ թե Ադրբեջանը թույլ էր տալի, որ Ղազախստանից իր տարածքով 4-րդ կարգի մի բուր ցորեն բերեն։ Փոխարենը Հայաստանը Ադրբեջանին էր տրամադրում միջանցք, անխոչնդոտ, բայց սա գոնե անկեղծորեն դրա մասին նշվում է։ Իդեպ այդ միջանցքի ուրեմն օդային տարածքը, միջանցքից վերև տակի փողը
հայկական հեր, այսինքն Ադրբեջանին անցնում էր որոշակի հաստությամբ ասֆալտ։ Սա է իրականությունը եւ իմ համար ուղղակի պարադոքս է եւ բանականության նկատմամբ վիրավորանք է ասել թուղթը չկա, չենք տեսել, բայց sense բանա գրած այդ ով Լյուցիֆերն էր երազում բերել այդ տեքստը թելադրել, չենք տեսել, բայց sense բանը գրած։ Մյուսը Նիկոլ Փաշինյանին ես երկար փորձեցի նույն հարցը տալ։ Վերջը վերջո ինչ է ինքը պատասխանել 2019 թվականի փաստաթղթին։ Փաստաթուղթը հրապարակած է, կարող եք դուք էլ նայել, բայց ցեղ բարձ գրած է Արցախի ժողովուրդը, բնակչությունը, տարբերությունը չգիտեմ, սկզբունքային է թե չէ, կամ ինչքանով սկզբունքային է։ Ստանում էր իր քաղաքական կարգավիճակը, ապագա իրավական կարգավիճակը որոշելու հնարավորություն, որի օրակարգը որևէ բանով սահմանափակված չէր, որի արդյունքը որևէ մեկը չէր վիճարկելու։ Ստանում էր անցումային կարգավիճակ, որը ապահովում էր բնական կենսագործունեությունը հանրապետության։ Ստանում էր իրավունք մասնակցելու ՀՀԿ եւ ՄԱԿ միջազգային կառույցների նիստերին, որտեղ քննարկվում է Արցախի հարցը։ Հայաստանը դիտվում էր որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Ինչ էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը այս թղթին։ Համեմատեք այն իրավիճակը, որը կարող էր ստեղծվել այս թղթով, եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնվեր, եւ համեմատեք այն իրավիճակը, որը մենք ունենք այսօր։ Ինչի է թուղթը ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը սաստկացրեց իր հռետորաբանությունը։ Գիտակցաբար դա արեց, թե չէր հասկանում ինչը։ Եթե սկզբից 50-50 էր հավանականությունը, իր վերջի հայտարարությունները, որ Արցախը թոք էր եւ պետք է կտրեինք, ցույց էր տալիս, որ գիտակցաբար է տարել սաբոտաժը։ Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանի օրոք միայն ՀՀԿ Մինսկի խումբը չէր բանակցությունների հարթակը, ինչ էր ինքը բանակցել ուղակի Ալիևի հետ։ Դուշանբեում, Աշխաբադում, Դավոսում, Մյունխենում, Սանկտ Պետերբուրգում ինչ է բանակցել։ Դրա մասին որոշակի տեղեկություններ տվել է Ալիևը պատերազմից մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանը չի երկել, ուղղակի դժգոհել է, թե ինչ է գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպում։ Ասել է, ես էլ նենց բաներ կասեմ, որ Ադրբեջանը անհուսալի կապակայունանա, չի ասել։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ամբողջական պատկերը տալ բանակցություններին, թող նաև նշի, թե ինչ է ինքը քննարկել Ալիևի հետ տետատետ, առանց օտար աչքերի եւ ականջների։ Թերևս անցնենք հարցերի, շնորհակալություն։ Ազատություն ռադիոկայան, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Խաչատրյան, ես կցանկանայի դուք արձագանքեիք ԱԱԾ-ի միջոցով պատարակների ընթացքում պատարակի տեքստը ցենզուրայի ենթարկելու, զեղչելու, կրճատելու եւ այնտեղից Գարեգին երկրորդի անունը հանելու այս երևույթին, ինչպես տեսանք, Փաշինյանը հաստատեց, որ ԱԱԾ-ն նույնպես զբաղվում է այս հարցով, ինչպես է սա գնահատում եւ Փաշինյանը տեղեկացրեց, որ փաստորեն Կիրակի օրը 7 վերքում է մասնակցելու պատարակի, սա նշանակում է, որ արդեն իսկ գտնվել է մի քահանա, ով պատարակի ընթացքում կզեղչի Գարեգին երկրորդի անունը, չեք կարծում, որ այս կերպ հարվածի տակ են դրվում տարբեր քահանաներ, որոնք հետո արդեն նաև քննադատության թիրախում են հայտնվում իրենց այս քայլի համար եւ մի հարց էլ Փաշինյանը նշեց, որ փաստորեն ուզում է ունենալ մի կաթողիկոս, որը ոչ թե կենթարկվի իրեն, այլ որ չի ենթարկվի օտարերկրյա գեներալի, մայորի, լեյտենանտի եւ այլն։ Սա քանի որ շատ լուրջ մեղադրանք է, ճիշտ չէ, որ եթե իսկապես այդպիսի փաստեր կան, քրեական գործ հարուցվի, հետաքննություն արվի, հատկապես որ ինքը նշում է, որ արդեն ամեն ինչ բացահայտված է։ Եվ որպեսզի հանրությունն էլ հասկանա, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում։ Շնորհակալություն։ Շատ բազմակողմանի հարց տվեցիք, փորձեմ պատասխանել։ 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում
իր կառավարության 100 օրվա միջոցառմանը, որին իդեպ մասնակցում էին բացառապես ԿՊԱ-ական նախարարները, օրինակ մեր Գրիգորյանը չկար, Արսեն Թորոսյանը չկար, դաշնակցական եւ ԲԿ-ականները չկան։ Ինքը հայտարարեց մարտի 1-ի գործը սկզբունքորեն ամբողջովին բացահայտված։ Դատախազը մինչև այսօր որևէ հայտարարություն չի անում, թե մարտի 1-ի գործը բացահայտված։ Ասեց, հետո ասեց։ Իրականում քրեական գործ չկա, ինչ որ դուք եք ասում տրամաբանականը։ Եթե մեկին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, պետքա գործ բացվի։ Նման գործ չկա, մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել։ Որևէ կուսակցությունների, զինվորականների նկատմամբ նման գործեր կան, թե չէ։ Հիմա էլ կաթողիկոսին, այսինքն դու մարդուն մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետքա բացվի։ Կամ եթե եկեղեցականներին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետքա բացվի այդ հատկանիշով է։ Ոչ թե ջեբը պլանկցելու, հազար ներողություն, որ ուղղակի վիրավորանք է, ոչ միայն եկեղեցու, այլ նաև ժողովրդին, որ ահա ինչ կասեմ, կուզեմ կասեմ, դի հավատաս ուզես, չուզես։ Առաջին հարցին հետաքից եկանք։ Իսկ բռնակալական երկրներում ինչպես է լինում։ Բռնակալական երկրներում իրավապահ համակարգը դառնում է քաղաքական իշխանությունների գործիք։ Այո, ածինք ուղարկեն, որ եկեղեցականների հետ զրուցի։ Չեմ բացառում, որ ուղարկեն լրատվամիջոցներ, որ լրատվամիջոցների հետ զրուցեն։ Դա է։ Կգտնվեն հայր գապոններ։ Չեմ բացառում։ Այսինքն արդեն գտնվել են։ Ճիշտ է մեղադրել այդ հոգևորականներին, ովքեր համաձայնում են զեղչել։ Գուցե նրանք էլ ճնշումների տակ են, պարոն Խաչատրյան։ Իսկ Արշակ Սրբազանը ճնշման տակ չէր։ Իսկ մամուլը ճնշման տակ չի։ Չի նշանակում։ Եթե ճնշման տակ է, ուրեմն ասա ճնշումն այնքան մեծ է, որ չեմ կարող կատարել իմ պարտականությունները։ Դիմի վեհապարին կարգալույց եղի, ավազանի տանը վերցրա, գնա, ասում են Հայաստանում այդքան գործ կա։ Գնա ուրիշ գործով զբաղվի։ Ամեն պաշտոն, ամեն պատասխանատվություն, ամեն դիրք իր պարտականությունները, իր պատասխանատվությունները ունի։ Համ ուզում ես կոչվես հոգևորական, համ ուզում ես քեզ ոչ ոք չճնշի, այս պայմանն են։ Ամբողջ պատասխանեցի, թե ինչ որ բան բաց մնաց։ Երկու հերոստանգերություն։ Արոն Խաչատրյան, ընդդիմությունը այստեղ չի տեսնում իր մեղքը, որ Փաշինյանը արդեն հասել է կաթողիկոսին։ Նկատի ունեմ, որ չկարողացան ժամանակին հեռացնել, որովհետև փորձեր արվել են։ Դե եթե փորձեր արվել են, Այս իրավիճակում դուք ինչ ելք եք տեսնում, ընդդիմությունը ինչ պետք է անի, պետք է օրակարգ թելադրի Նիկոլ Փաշինյանը եւ ընդդիմությունը գնա այդ օրակարգի ետևից, թե գուցե դուք նաեւ հիմա օրակարգ թելադրեք։ Չէ, մենք մեր օրակարգը ունենք, այլընտրանքային օրակարգը ներկայացրել ենք։ Իդեպ մենք հենց մեր քաղաքական ուժն է, որ դաշնակցն է դեռևս 19 թվականին, երբ բոլորը ասում են վերևն Աստված ներքև Նիկոլ Փաշինյան կամ չէ, երկուսն էլ հավասար ինչ որ միտեղ հորիզոնի վրա։ Մենք էինք ասում, ժողովուրդ բռնակալություն է գալիս։ Մենք էինք 20 թվին պայքարում, 21, 22, 23, 24, 25 թվին։ Հիմա դատարանի բակում ովքեր են։ Մերոնք են, չէ, մերոնք են։ Մերոնք են դատարաններում, մերոնք են զնդաններում։ Այլ խնդիրը, որ հիմա մենք տեսնում ենք, որ հասարակական ճնշումը չգեներացվեց։ Նիկոլ Փաշինյանը թեպետ ասում է չեք ուզում հեղափոխություն արեք, բայց մարդիկ որ հավաքվում են, տեսնում եք ինքը ինչ հակահեղափոխություն է իրականացնում։ Գնում ենք դեպի ընտրություններ, ճիշտ է չենք բացառում, որ այս 7 ամսվա ընթացքում ինչ որ զարգացումներ կարող է լինեն եւ օրենքը մեծ հնարավորություններ է տալիս հակազդելու։ Բայց գնում ենք դեպի ընտրություններ եւ նաեւ աշխատելու ենք, կոչ ենք անելու, որ բնակչությունը մասնակցի ընտրություններին, ինչ որ մենք տեսանք վաղար շաբաթում, ինչի Նիկոլ Փաշինյանի տեխնացուն անցավ։ Ճիշտ է, ընտրողների 22%-ն էլ չի հավաքել, որովհետեւ մասնակցությունը քիչ է։ Այսինքն, ուղղակի կոչ ենք անելու մարդկանց գնալ եւ մասնակցել։ Ընդդիմադիր դաշինքներ ձևավորել, այլ ոչ թե ձայները փոշիացնել, որովհետեւ այդ բոնուսի արդյունքում է, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ ազգային ժողովում ունի ընտրողների ներողություն, падգամավորների 2/3։ Այն դեպքում, երբ ժողովրդական քվեարկությամբ 53 ու 9%-ներ հավաքի։
Խնդրեմ Նյուզայեմ։ Պարոն Խաչատրյան։ Իդեպ ներողություն եմ խնդրում, էլի Նիկոլ Փաշինյանը 2-3 տարի առաջ աստերահացը գնաց սատանա բռնի։ Երևի այդ է էլի փորձում է եկեղեցու մեջից են սատանաներին գտնեն, որ վեհապարի անունը զեղչեն։ Այդ հրամանի շարունակությունն է։ Պարոն Խաչատրյան, քիչ առաջ իշխանական падգամավորները լրագրողները մեղադրում են, թե ինչու ենք մենք օրինակ եկեղեցու թեման օրակարգային դարձնում եւ նախագծերից չենք խոսում։ Մեղադրանքը մեզ էր ուղղված, հիմա մենք ենք օրակարգ դարձրել եկեղեցու հարցը եւ երկրորդ դուք ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանը բռնապետական երկիր է դարձել։ Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես ԿՊԱ-ականները մշտապես ասում են, դե եթե բռնապետական ենք, դուք այստեղ ինչ գործ ունեք, ո՞նց եք խոսում։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ ասում էր բոլորդ եթե հավատան մամուլին ինչ ամեն ինչ գրում են, դուք բոլորդ ԱԱԾ պատվալներում կլինեք։ Այնպես որ սպասենք, հա, երևի։ Ռուզան, իսկ բռնակալական երկրներում էլ ինչպես է լինում։ Եկեղեցուն են ճնշում, ընդդիմությանն են ճնշում, մամուլին են ճնշում։ Գիտեք, ասում է չես կարող լինել կիսահղի։ Չէ՞։ Եվ մամուլը չի կարող լինել կիսաազատ։ Ինքը կամ ազատ է եւ գրում է բաներ, որը մեկին դուր է գալիս, մյուսին դուր չի գալիս։ Կամ պրավդա է, որը գրում են ինչ որ Կրեմլից ասում են գրի։ Հիմա որպես ազատ մամուլի ջատագով ես ասեմ, այո, գրեք, իմ մասին էլ գրում են, չէ՞ բաներ, որոնք իմ դուրը չեն գալի։ Բայց ես հասկանում եմ կամ կա այս այլընտրանքը, կամ կա պրավդան, տրիբունա լյուդու, ռաբոտնի չեսկո ձելո։ Լավ, դրանք այլընտրանքը։ Այնպես որ ինչի եք զարմանում, որ բռնակալական երկրում մարդիկ իրենց սպանում են ինչպես բռնակալական երկրում իշխանությունները։ Հիմա մյուս հարցին։ Եկեք սովետի ժամանակվա մի անեկդոտ պատմեմ։ Ուրեմն Նադեժդա Կրուպսկան գնում է պիոներների հետ հանդիպան եւ ասում է Լենին պապիկը շատ բարի է։ Պիոներներից մեկն ասում է բարության մասին մի բան կպատմեք։ Ասում է դե մի անգամ ինքը Սակոլնիկիում նստած գիրք էր կարդում, երեխեքը ֆուտբոլ էին խաղում, գորգորում էին, Լենինին ջղայնացնում էին։ Վեր կացավ ասա, մեկին բռնեցնես, տվեց sense քիթից արյունը ֆշաց։ Ասում է լավ, բա դրա բարությունը ո՞րն է։ Ասում է կարար չէ Իրանել սաղ ընտանիքին էր գնդակահար էր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը լինելով իր էությամբ նեոբոլշևիկ, այդ նույն վարքագիծն է դրսևորում։ Գոհ եղեք, որ դեռ շնչում եք։ Եվ դա նույն բռնակալական երկրում բռնակալի վարքագիծը։ Այսինքն բռնակալական երկրում բռնակալի վարքագիծը հենց դա է։ Զարմանալու բան չկա։ Հարց կամ մի հարց ու վերջ, Սիվիկ խնդրեմ։ Քան որ որպես լրագրող եմ հանդես գալիս, այլ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ըստի Ռոբերտ Քոչարյանի օրոք իմ ապրած ապրումներով երևի թե չկիսվեմ, այդ բռնակալական երկրում ապրած քաղաքացու ապրումները նկատի ունեմ, ինչևէ։ Հիմա որպես լրագրող, որը իրեն համարում է ազատ մամուլի ներկայացուցիչ, պարոն Խաչատրյան, խնդրում եմ ասել, Benchբերումները, որ արեցիք QST փաստաթղթից, դրա օրիգինալի կոպիայից էր եւ ինչպես է այդ կոպիան հայտնվել ձեր ձեռքի տակ եւ ինչու ամբողջական փաստաթղթը չեք հրապարակել, այլ միայն որոշակի հատված։ Պարոն Խաչատրյան, ձեր թույլտվությամբ նաեւ երկրորդ հարցը որպես շարունակություն ժամանակին Առավոտ օրաթերթը տպագրել էր ներքին շրջանառության համար, ՀՀԴ ներքին շրջանառության համար կազմված մի շրջաբերական 55 թվագրված, որտեղ ձեր մտահոգություններն էիք հայտնում, այսինքն դաշնակցական ձեր գործընկերները կետերով չանցնեմ, որովհետև շատ ընդգրկուն է, միայն մի մեջբերում օրվա իրավիճակից եւ միջազգային իրողություններից ելնելով, եթե այսօր հրաժարվում ենք ազատագրված տարածքներից, կարող ենք հրաժարվել հայ դատի պայքարից։ Այս ուղով առաջ գնալու դեպքում երկիրը չենք դնելու նորանոր աղետների առաջ։ Փաստորեն ժամանակին ՀՅԴ-ն դեմ էր QST փաստաթղթին, հիմա տարիների հեռվից ասում եք, որ այն մի հոյակապ փաստաթուղթ էր, որը Ադրբեջանը վիճեցրեց։ Այդ ինչ փաստաթուղթը անկեղծ ասած չեմ կարող ասել, չգիտեմ։ Չեմ բացառում, որ այսպես կոչված 004-ի նախնական վերսիան է եղել։
Հիմա ձեր հարցինի պատասխան իհարկե պատճեն է։ Ես որտեղից ունենամ հենց այն թուղթը, որը ներկայացվել էր Քիվեստում դրվել էր նախագահներ Քոչարյանի եւ Ալիևի սեղանին։ Պարզ է, չէ՞ որ դա պատճեն է։ Որտեղից ինձ իմ անձնական արխիվներից, որոնք երկար ժամանակ պահել եմ։ Իմ սեփականությունն է, ծագման մասին ինչ խոսեմ։ Բայց եթե իշխանություններն ասում են, որ դա կեղծ փաստաթուղթ է, ուրեմն պետք է ասեն իրականությունը որն է։ Եթե ասում են սա իրական փաստաթուղթ է, պետք է ասեն, որ այդպես իրական փաստաթուղթ եղել է։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծում է բոլոր փաստաթղթերը, իդեպ իմ հարցը, որ ես իրան տվեցի, ազգաժողովին ինչ ասացի, ամեն ինչ կբացահայտել եք, նշանակում է ոչ մի բան այլևս գաղտնիք չէ։ Բայց եթե որոշեն, որ գաղտնիք է, եւ ես գաղտնիք եմ բացահայտել, ես Նիկոլ Փաշինյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի հայտնվենք նույն բանտախցում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Երկրորդ մասը ժամանակը բաց թողեցիք սպառվեց։ դիվանագիտորեն, պարոն Խաչատրյան, ինչու։